Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 7 Ոչինչներին ընտրեց Աստված Առաջի Կորինթացիս 1:28 Քայլեք գիշերային փողոցներով լուսնի լույսի ներքո Եթե համարձակվեք և դուք կտեսնեք մեղավորների Երբ գիշերային խավարում ոռնում է քամին և թակում են պատուհանների փեղկերը ուշադիր նայեք և կրկին կտեսնեք մեղավորների Կանգնեք բանտի դռների մոտ նայեք մարդկանց մռայլ դեմքին որոնց հետ սարսափելի է հանդիպել գիշերը և դուք կրկին կտեսնեք մեղավորների Այցելեք անչափահասների գաղութ նայեք նրանց ովքեր իրենց զրկել են մանկության ուրախությունից և դուք կտեսնեք մեղավորների Ուղևորվեք ծովից այն կողմ մի վայր ուր դեռ քաղաքակրթություն չկա Նայեք մարդկային ոսկոր կրծող բնիկին և դուք կրկին կհանդիպեք մեղավորի Ուղևորվեք ուր կամենաք Թե մոտակայքում թե հեռվում դուք ստիպված չեք լինի երկար փնտրել մեղավորների Նրանք ցանկացած քաղաքի ավանի ու գյուղի ամեն փողոցում ու նրբանցքում են Հենց նրանց համար է Հիսուսն ընդունել մահը Գտեք կանանցից ծնված ամենան հույսին ու նույնիսկ այդպիսի մարդը դեռ կորած չէ Քանի որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ մեղավորներին փրկելու Առաջի Տիմոթեոս 1:15 Ընտրողական սերն ընտրել է վատագույններից ոմանց, որպեսզի նրանց դարձնի լավագույնը Արվակի հատակի հղկված քարը շնորհքը վերծանում է թանկարժեք քարի արքայական թագի համար, իսկ անօգուտ հանքաքարը վերածում է մաքուր ոսկու Փրկագնող սերն ընտրել է մարդկության վատագույն ներկայացուցիչներին, որպես պարգևատրում Քրիստոսին Գողգոթայի չարչարանքների համար Գործուն շնորհքը ողորմելիներից ամենաողորմելիներին հրավիրում է Տիրոջ սեղանի շուրջ Այդ պատճառով թող ոչ ոք չհուսահատվի Սիրելի ընթերցող, Քրիստոսի վշտալի աչքերից նայող սիրով Նրա արյունահոսող վերքերից հոսող նվիրված, ուժեղ, մաքուր, անաչառ սիրով աղերսում եմ քեզ Երես մի դարձրու, ասես դա քեզ համար ոչինչ չի նշանակում, այլ հավատա Հիսուսին ու կփրկվես Ողջ հոգով վստահիր Նրան և Նա կբերի քեզ շնորհքի գահի մոտ և կնստեցնի Իր կողքին, Հոր աջ կողմը հավիտյան երկնային թագավորությունում